Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Միշտ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների, բարեկամների, բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Իսկ ովքեր չգիտեն բաժանորդագրվելու ձևը, հենց վիդեոն տեսնում եք, տակ այսպեսի սև, ուղղանկյուն, ծայրերը օվալաձև նշան է, սեղմում եք բաժանորդագրված եք։ Հարգելիներս, երեք գիշեր մենք ունեցել ենք հարցազրույց եւ նախաձեռնություն հայ գիտնականների կողմից Հայաստանի փրկության խումբ ստեղծելու իր բոլոր ատրիբուտներով։ Ես գցել եմ արդեն նայել եք, այնտեղ ես նույնիսկ կարդում եմ ամեն գրածը պարոն Թադևոսյան, դուք անընդհատ մարդկանց քննադատում եք ռուսերեն խոսելու համար, բայց պարոն Բեկլարյանը խոսում է ռուսերեն։ Հարգելի հետևորդ, պարոն Բեկլարյանը հայերենին լավ չի տիրապետում, ձեզ դուր կգար, որ հայերեն կոտրված սխալ 100 հոգի ձեր նման չէ, ձեզնից ավելի բեթար մարդիկ ասեին, հələ ես ձեզ չեմ ուզում վիրավորել, մարդիկ, որոնք ասեն, արա ես ինչ ձև է հայերեն խոսում, հիշեցնեմ ձեզ, որ Շարլ Ազնավուրը հայերեն շատ դժվար էր խոսում, բայց հայ ազգի համար հսկայական բաներ արել։ Հիմա այն օրհասական պահն է, որ մենք փորձելու ենք անել ամեն ինչ, ստեղծել խումբ հանուն հայրենիքի։ Եվ հիմա ես ուզում եմ մի բան էլ ավելացնել, որ այսօր Ռուսաստանը ցույց տվեց եւս մեկ անգամ իր իրական դեմքը, որը դուք բոլորը տեսել եք, ել չասեք թե Ռուսաստանը հայի փրկիչն է, Ռուսաստանը Պեսկովը հայտարարեց, Կռեմլը պաշտոնապես հայտարարում է։ Ինչ կատարվում է Հայաստանում եկեղեցու հետ, դա Հայաստանի ներքին գործն է։ Ուրեմն Տաշիրի Սամոյի բռնելը Հայաստանի ներքին գործը չի, ազգային ժողովի նիստերով գումարեցին։ Քոչարյանի բռնելու գործը Հայաստանի ներքին գործը չի, Հրեշ Քոչարյանին Հայաստանը թալանած վերացրած ներքին գործը չի, հա, բայց եկեղեցու դուռը ջարդել է եկեղեցուն հոգևոր արժեքին անարգելը Հայաստանի ներքին գործն է։ Տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ պաշտպանություն ունի Ռուսաստանի կողմից։ Աշխարհի ոչ մի անկյունից, ոչ մի պետության ղեկավար նման հայտարարություն չի արել։ Այստեղից հետևություն միտումնավոր կոտրում են Հայաստանի հոգևոր արժեքը, ես չեմ անհատականացնում որևէ մի հոգևորականի վրա, էլի եմ կրկնում, ունի հոգևորականը սխալ, գոյություն ունի նորմալ պայման, չէ, եթե դու պետությունն ես, հայց ես ներկայացնում, այս ինչին Աճապայանն է, Գարեգինն է, որ մեկին ուզում ես ներկայացնում ես հայց, չեկավ, գնում բռնում տանում ես, բայց դու ոչինչ չես ներկայացրել, գնում հայ եկեղեցու դուռը ջարդում ես, ոնց որ թուրքն արե, ոնց որ ռուսն արե, ու մտնում ես նես։ Դա ինչով է պայմանավորված դա։ Ծառայել հայ ազգի թշնամի ուժերի, բարձր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է մինչև ամսի 5-ը չեմ հայելու, ինքս իմ վրա վետո եմ դրել։ Ժորժ ջան, ինքը իր վրա չի դրել վետո։ Facebook իրան արգելափակել է, իսկ ինքը քանի որ Facebook-ով եկավ իշխանության, եղել է կա ու կմնա Facebook-ի ճիճու, ինքը դրա համար մինչև ամսի 5-ը իբր ինքը իր վրա վետո է դրել։ Ոչ, Facebook-ը գրում է, չէ, առաջի անգամ 7 օր, հայոյանքից նայեք ուղիղ 7 օր է։ Անց է, երկրորդ անգամ տալու են 30 օր։ Դրա համար հիմա ինքը փորձում է ինքս ին վրա վետո եմ դրել։ Չէ, Նիկոլ Փաշինյանը գործում է 100%-անոց ռուսական ծրագրով, որը պարզ երևում է Կռեմլի բացարձակ աջակցությամբ։ Կանգնավ ասեց, Կռեմլը փաստորեն հոգևոր ոչ մի ռուսական հոգևորական ձեն չեն անել, ոչ մեկ ձեն չեն անել, բացարձակ հայտարարել են աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Ինչ է նշանակում դա Հայաստանի ներքին գործն, ասիկան անում ես, լավ ես անում։ Արա, այդ ինչի Քոչարյանի նման շանը բռնելը դա Հայաստանի ներքին գործը չէ, հա։ Բայց բանը եկեղեցու դուռը ջարդելը Հայաստանի ներքին գործն է։ Սա ինձ հետո ոչ մեկը ոչ մի բան էլ շարունակական չասեք, ով էլ փորձեց ռուս պաշտպանական բան գրի, ես բլոկում եմ, գնալու եք նորից նորեշ բացեք, նորեշություն գրեք, նորից բլոկվեք։ Բլոկվելը ամենահեշտ բանն է։ Բլոկվում եք, էլ չեք կարող ոչինչ գրեք։ Դա ձեր գործն է։ Ուզում եմ այսօր ասեմ, այսօր նախ 3 մեր գիտնականներն էլ ասեն, ես համաձայն եմ։ Մենք ստեղծելու ենք խումբ, որ պահանջի Հայաստանի հանդեպ ցանկացած ոտնձգություն, ցանկացած սխալ գործ կատարած բոլոր թշնամիների կողմից։ Օրինակ, բարձրաձայնելու ենք, որը տենց է ջրին գնաց Քոչարյանով, Սերժով ջրեցին գնաց, այո, ճիշտ ասեցին, 630,000 փախստականների գործը։
Շուշի 18 թվի ջարդերը բոլորը բարձրացնելու ենք։ Այսօր մեր զոհված ազատամարտիկների, արաբո եւ մյուս ջոկատների 74 հոգի զոհ գնացին Ադրբեջանին։ Ես ոչ թե կասկածում եմ, ես համոզված եմ, որ սա կազմակերպված գործ էր, մոտավորապես Ազով ջոկատի նման, որ լավ կռվող տղեկին Լևոնի իշխանության ժամանակ կոնկրետ ինֆորմացիան տվեցի, ոնց որ 44 օրյային զգացինք Լևոնը, Սերժը, Ռոբը, Նիկոլը տալիս էին, որ զինվորը ցույց էին տալիս լավակրակում, հաջորդ օրը դրան խփում էին կամ մի ժամ հետո։ Նույն գործողություններ այս տղեկին ինֆորմացիան տվեցին, ստեղ են, եկան խփեցին։ Սա բոլորը պետք է ֆիքսվի։ Գետաշեն, Մարտունաշեն, Կամո, Ազատ, ես միշտ ասել եմ, երեք մեր գիտնականները ասեցին, երևի իմ հաղորդումները քիչ են նայում, ես միշտ ասում եմ։ Շահումյանի մասին ասում եմ։ Արցախի ամեն հողի մասին, Գարդման եւ մնացած հողեր, Փայտակարան, Նոր Շիրական, ես բոլորի մասին խոսում եմ, Պարսկահայք եւ այլն։ Ամեն ինչը պիտի ֆիքսվի, բարձրաձայնի, հասցվի ցանկացած տեղ եւ ինչպես ասես մեր հարգելի ընկեր Արմեն Կագրամանովը անընդհատ պիտի ֆորումներ լինի, որտեղ ֆրանսիան անընդհատ խոսակցության ֆորումներով առաջարկման խմբեր, մտքեր, ստեղծման խմբեր, որոնք հանդես են գալիս առաջարկություններ ի նպաստ իրենց ժողովրդի, սա է նշանակում խմբի հետ հանդիպումները եւ գործողությունները։ Մենք հիմա կասեք մենակ խոսում եք, երեք ասացին, խոսքից անցնելու ենք գործի։ Ես ճիշտն ասած երեք մեկնաբանությունները դեռ լրիվ չկարդացի, տեսնենք ինչ ընթացք կստանա, ամեն մեկը իր ձևով, հարգելի հետևորդներ, ինչ որ դուրս է գալիս եթերով, դա մի մասն է, որը պետք է բարձրաձայնվի։ Ինչը ամեն ճիշտ չի, որ պետք է բարձրաձայնվի։ Գոյություն ունեն երևացող, գոյություն ունեն չերևացող հայեր։ Հայ ազգին կոտորելը շատ դժվար է, մանավանդ հիմա։ Ես ասում եմ 45 միլիոն, այս մարդիկ տակը էշացած գրում են ինչ 45, մեկը 3 ասում, մեկը 10 ասում, ուրեմն հարգելի հետևորդներ։ Հայ ազգի թիվը դա իմ տվյալը չէ, դա ՑՌՈ-ի, ԿՀՎ-ի կենտրոնական վարչության ամենամյա զեկույցն է։ Էլի եմ կրկնում, հատուկ դեբիլ ուղեղների համար։ 45 միլիոն հայ է ապրում աշխարհում, որից 23 միլիոնը իրենց համարում են հայ, այսինքն իրենք մաքուր երկու կողմանի հայեր են, մի կողմանիով 45 միլիոն։ 23-ից 14 միլիոնն է խոսում հայերեն։ Պարզա ոնց բացատրեմ ձեզ։ Հիմա պարոն Բեկլարյանը հայը, իհարկե, Հայաստանի մասին մտածում, հա, հայերը խոսում է, չէ, ինքը մտնում է 23 միլիոնի մեջ, որ ինքը իրան հայա համարում, բայց հայերենի չի տիրապետում։ Պարոն Ուստյանը ի ծնե թորեթոր պապեպապ ապրել է մեր Համշենն է, ապրել է Ռուսաստանում, սովորել է, արտահայտվում է ռուսերեն, այո, հայա, այո։ Պարզա չէ եւ այդպես շատ մարդիկ։ Հասկանալի է հատուկ ուղեղների համար բացատրեմ, որ անընդհատ էշ չգրեն, այն կան չէ ռուսի տակ բերանը բաց մտա, արա էս ինչ հեքիաթ ես պատմում։ Ուրեմն ցանկացած ռուսի տակ մտած ապրանք։ Դուք ենթարկվելու եք, այո, որպես այլախոհներ դուք եք ենթարկվելու մաղով։ Մաղով։ Այո, դուք հայ չեք ելնել, դուք վնասակար հայն եք։ Երեք մեկը մտել էր էջ, իր էշ ուղեղով, փորձում էր բանը էջում պրովոկացիա գցել, անունը իբր Գարիսկի Գարի էջի, Ռաստովից էր, Որդից էր, բազան երկու բառ ասի, վախից անջատես բլոկվա փախավ։ Նման ամմակարդակ փնթիները դուք որպես ռուսի շուն կամ ես իմ թուրքի շուն, ով է ձեր բերանի մեջը հենց հիմա անհայտ է 50 հատ ռուս թե 300 հատ թուրք ռուսի հետ թե 700 թե ջհուդ թե պակիստանցի փնթի, դա ձեր գործը, տղամարդ եք, թե կին եք, տարբերություն չկա։ Դուք զտվելու եք, դուք որպես հայ թշնամի զտվելու եք, ոնց որ թշնամուն են զտում, դուք զտվելու եք։ Այն հայը, որը հայի հանդեպ վատ է տրամադրված, ուրեմն ինքը հայի թշնամին է, իսկ մեր բոլոր թշնամիները ֆիզիկական ոչնչացման ենթակա են, ոնց որ թուրքը ադրբեջանցին, ինչով է տարբերվում հայը ադրբեջանցուց, երբ որ ինքը գրում է սատկի հայ ժողովուրդը մեռնի լավ ալնում էտի քիչա ռուսը պետք է հաղթի, ինչով է ինքը տարբերվում։ Ինչով է տարբերվում Մարգարիտա Սիմոնյանից։ Ինչով է տարբերվում Ալիևից, Ալիևն էլ է նույնն ասում, ինչով է տարբերվում Նիկոլից։ Չէ, այն էլ ասում, հայ ժողովուրդ, ես թուրք եմ, լավ է, գնաց կապույտ մզնիկի հետ լմլմցրեց, բերանը բացեց, կոշիկները հագեց, եկավ հանեց, եկավ մտավ հայկական եկեղեցին կոտորեց։ Հիմա անցնեմ հաղորդման մյուս մասին, որ ուզում եմ ներկայացնել, բավական հետաքրքիր է։
Ուրեմն ես չեմ համարում ցանկացած վեճ, այդ որ գրում են վայ Ադրբեջանն ու ռուսը կռվան եւ այլն վերջ, այնի ռուսական մշակութային միջոցներն արգել է եւ այլն։ Ես կասեմ բուն թեման, սա հերթական կապիկությունը պետք է լինի, որովհետեւ Ադրբեջանը չկա այնքան դրեցին 30-40 հոգի սպանեցին ստից բողոքներով էլի ռուսի տակնա։ Հասկանում եք, պարբերաբար իրենց էլ է պետք շովու, ոչ թե շոու, որ ցույց տան, որ իբր թե տեսեք, մենք էլ իրար դեմ հարցեր ունենք։ Ես ուզում եմ ասել, ուրեմն ինչից է սկսվել։ Եկատերինբուրգի թաղամասենից մեկում, կարծեմ Պիոներսկայա, եթե չեմ սխալվում, թաղամասում բացվել է իբր Ադրբեջանի կուլտուրայի տուն, վիդեոները բոլորը նայել եմ, դատական գործերը նայել եմ։ Նենց որ չասեք, այտենց բան չկա, դրեք դատական գործերը նայեք։ Որը իբր պետք է լիներ Ադրբեջանի կուլտուրայի տուն, վերին հարկը պետք է լիներ խալիների ցուցադրում, թե Ադրբեջանի նուրա կուլտուրա քոչվորներին, քոչվորին նուրա կուլտուրա, որ քոչվորն է ինչ որ բան ցույց տա։ Կասպյան էս փնթիներին, այսպես ասած, եւ այս փնթիները վերցնում են, սարքում են առևտրի կենտրոն, վերևը սարքում են ռեստորան։ Ուրեմն նախ բացի նրանից, որ սարքված է խախտումներով, վերցրել են, խլել են ժողովրդի շենքերին պատկանող բոլոր ավտոկայանատեղիները ու դրել են իրենց ավտոները գծով, փագե մարդիկ չեն կարա։ Ուրեմն խորովածի բանը, որ դուրս է գալիս վենտիլյացիան, օդափոխիչը պետք է բարձր լինի ժողովուրդ ջան բոլոր շենքերից, որպեսզի հոտը կողքի շենքերի տուն չլսվի շենքերի մեջը։ Սա բնական ձև է բոլոր տեղերը։ Բայց սրանք ընդամենը մի 5 մետր բարձրացրել են մաքսիմում, որը կողքի շենքերից ցածր է, բնական է, սա 3-4 հարկանի է, կողքի շենքերը 8-10-12 ու խորովածն ու այդ ճենջա, դրանց արած խորովածը ճենջը, տեսել եք ինչ ճենջ են ուտում դրանք, զիբիլը լցվում է մարդկանց տուն, սրան ոչ մի անգամ չեն հետևել, մեկ տվից, ինչի այսօր է եղել այդ բանը, այս է հետաքրքիր, ինչի հենց այսօր սկսանք ամերիկ, Պարզվում է, որ այս Ադրբեջանի իբր թե կուլտուրայի բանը համայնքի ղեկավարը եւ այլն, սրանք վիդեոները շատ նկարած կա 21 թվի, 23-ի, 24-ի ոչ մի անգամ ոստիկանությունը չի դիմել, հա, այսօր սկսան բռնել։ Հարսանիքներից, քեֆերից հետո ծես կրտուկ, կրակոց, խփոց, գիշերվա 1-ին, 12-ին ժամը ցույց է տալիս կոնկրետ 11:43-ին սայլուտ խփել շենքերի մեջ մոտիկ, ամեն շենքից հեռու է մաքսիմում 35-40 մետր սայլուտ խփել, եւ պարզվում է, որ այս մարդը լավ դեղ է ծախում, սև գործեր է անում, մարմնավաճառության է հետևում, հանցագործ կլաններին է հետևում ու բնականաբար Եկատերինբուրգում այսպիսի բան չէր լինի առանց ռուսական իշխանության, որին պաշտպանում է թե դատարանը, թե դատավորները, թե քննչականը բոլորը։ Եվ պարզվում է, որ նաև փայ են մտցրել, այդքան դեղի փողը բերե փայ է մտե, վերին տագիլ հեկի մեջ, ուշադիր լսեք, հեկ, հիդրոէլեկտրոկայա։ Եվ երկար ժամանակ այդ հեկի եւ մնացածի գործակների ներսում ըստ երևույթին Պյուտին ձյաձյայի հետ փորձել են չկիսվել կամ քիչ տալ եւ սկսվեց այս բանը ամբողջ գործողությունը։ Հիմա որևէ մեկը որ վա իրար հետ կռվան բան, ժողովուրդ ջան, շուրը շանթատ չի ծամում։ Իրենք իրար հետ Հայաստան են ավիրում, ամեն ինչով, ոչ միայն Արցախ, Հայաստան հոգևոր արժեք։ Այդ 50 կամ 100 ադրբեջանցու սպանությունով ոչինչ չի լինի, չնայած սպանվածները 2 հոգի են, 150-ից ավելի ձերբակալված է ոչ թե 50, ինչպես ասացին ծառայությունները պետական եւ պետական ծառայությունների դատավորները կանգնած պաշտպանում են այնպես որ այդ հեքիաթը այդ սուտ ձևերը սա ուղղակի սուտ ձևեր է Ռուսաստանը եթե ցանկանա իրական որ ձեզ թվում է թե կեցե ազերբայջանցիների դեմա խերոս Պյուտին խերոս համարող Ռուսաստանի խայր հա թող բռնի ամբողջ կառավարության թող բռնի ամբողջ Խանտի-Մայսիսի կառավարությանը, որ ամբողջ իր հանցագործ թմրադեղի եւ ամեն ինչը պատկանում էր ադրբեջանցիներին։ Թող ձերբակալի Մոսկվա քաղաքի Սոբյանինին եւ նրա շրջապատող ոստիկանությանը ղեկավարին Չայկային ձերբակալի, որ ադրբեջանցիները բոլոր օբյեկտների կողքը կանգնած 20-30 հոգով թմրադեղ են ծախում,
որևէ մեկը եթե կասկածում է, հաթաթ ասեմ, գնացեք կլուբների դեմը։ Կասկածող չկա, գարաժի դեմը նույնիսկ հայկական հայերի օբյեկտն է, գարաժը Պալյանկայի։ Դիմաց ադրբեջանցիներ 1-ին 2-ին կանգնած, բոլորը նույն ձև հագնված, սև կուրտկա, ամառ ձմեռ գլխակը քաշած մինչև ունքերը, սպարտիվկով սև, մոտենում ես, ասում են, ես ուզում ես, չես փողոցի վրա չեն թողում անցնես, ոչ թե մոտենում ես։ Ուզում ես անցնես Պալյանկա մետրո, բոլորը կասեն, փորձեք Լենինսկի պրոսպեկտից այդ նեղարանքով մտնել Պալյանկա մետրո, գարաժի դիմացով, փորձեք անցնել, գործա, քո գործը վերջանում է ռեստորանի 12-ին, գնում ես, թե կլուբը բաց է, խայտարակություն, իջնում ես Նաբերեժնի, Մոսկվա, Ռիգայի ափին, բոլոր այդ կլուբների դեմը ադրբեջանցիներ են, բոլորը անխտիր, բա ինչի չի բռնում, ինչի շոուներ չեն սարքում, ձեռա տալիս, ով վճարում է ձեռա տալիս, այնպես որ ոչ մեկ չփորձի այսօրվա դրությամբ ասի, թե վայ, հեսա ռուսները ոչ մի բան, այդ պրոկոչանա ռուսաշնական թերթերի գրած, վայ, այս արին, այն արին, ոչ մի բան չեն ան, ինչ պիտի անի Ադրբեջանը։ Ռուսաստանի տակա 120%-ով Ռուսաստանի տակա, ինչ պիտի անի։ Ամբողջ թմրավաճառները ադրբեջանցիներն են Ռուսաստանի։ 99%-ը ադրբեջանցի են։ Որտեղ ուզում եք հատ օբյեկտները ասեմ, գնացեք տեսեք։ Ես օբյեկտ եմ աշխատացել, ես անգիր գիտեմ, որ օբյեկտների դեմը որտեղ են կանգնած եւ որ ժամին։ Որտեվ այդ օբյեկտների դեմից իբր ցուցադրական գալիս էր օմոնը հավաքում էր, մի 5 օր չէր լինում ուրիշ դեմքեր էին գալի։ Ասենք գիշերով գնում էր մի հատ օբյեկտ, դուրս էր գալիս, տեսնում էր կլուբ, այդ նույն դեմքը են, որ ասենք տեսել ես Պալյանկա, հիմա կանգնած է Նաբերեժնի, կամ գնաց է կանգնել է բանը, ես իմ մնացած օբյեկտների դեմը, պարզ է։ Այս ամբողջը իրականություն։ Այնպես որ չփորձեք մտածել, թե հեսա կկրվել։ Եթե դա էլ թեկուս սարկածա, որ ձևական ասեն, տեսեք, մենք ռուսները ցույց տան ադրբեջանցիների հետ վատ ենք, 50 հոգի ադրբեջանցի կամ 150 ձերբակալելով, այդպես հարց չի լուծվում։ Մի sense ուռաներ գրեք տակ, պարզ է։ Եվ ուզում եմ վերջում մի բան ավելացնեմ, որ այսօր ես նայել եմ զոհերի քանակը։ Ուկրաինա-ռուսական պատերազմի զոհերի քանակը բնականաբար 1.100.000-ը անցել արդեն 115-118, հա, ինչքան է գրել 1.42, որտեղ գոյություն ունեն այլ տվյալներ, որոնք հաշվում են Բրիտանիայի հետախուզական ծառայությունը։ Բրիտանիական հետախուզական ծառայությունը հաշվել է եւ ճշգրիտ 3 թիվը ասեցի 84 հոգի 1 քառակուսի կիլոմետրի վրա, իսկ Ռուսաստանի մաքսիմում առաջ խաղացումը օրը 5 քառակուսի կիլոմետր, որի վրա մահանում է 1500-ից 1700 մարդ, տարբեր տվյալներ կա։ Պարզա, եւ ամենաշատը իմ համար ինչն է ցավալի, Ուկրաինայում ապրող հայերի թիվը գրում են 500,000, 600,000, 650,000, իրականում Ուկրաինայում ապրող հայերի թիվը 750,000-ից մինչև 1 միլիոն, քանի որ Լվովում ապրող հայերը եւ ես շատ հայեր եմ ճանաչում, որոնք ազգանունները միտումնավոր փոխել են ոչ թե անձնագրով, բոլորը իրենց ճանաչում են ուկրաինական ձևով, որպեսզի ես ասել եմ, ուկրաինացիները լեկտի ազգ են, ջյուդների հրամանով գալի հայերի օբյեկտը ջարդում, վառում, տենց բաներ էին անում։ Դրա համար մարդիկ ներկայանում են ուկրաինական ազգանունով։ Դու գիտես, որ հայը այնքան ուկրաինական ազգանունով։ Պարզ է։ Եվ ուկրաինական ճակատից մահացած հայերի թիվը 1000-ից ավել է, 1000-ից ավել։ Իսկ ռուսական ճակատից արդեն 27,000-ին է մոտենում։ Միջալոց հիշեցնեմ ձեզ, որ երկու մարզ, տեսեք ռուս, ուզում ենք Ռուսաստանը լինենք, Բուրյաթիան եւ Տուվան, մոնղոլական ազգերը ավելի շատ, զոհերի քանակով բռնում են առաջի տեղը, իրենց մոտ համեմատական կարգով 40 անգամ ավել է, քան Մոսկվայում 40 անգամ ժողովուրդ, 40 անգամ 4000%, եթե Մոսկվայից մահացել է 1000 հոգի, այստեղ մահացել է 40,000 հոգի։ Հաշվի առնենք, որ Տուվայի բունտուվա ազգությունը հազիվ հասնում է 160-150 հազարի, այդ ստիծագրած 300 եւ այլն, ես ասել եմ այդ բայրի ինչու են այդպես անում, որ մեռածի տեղը չերևա, թուրքը ասում է չկա, հակառակն անում ռուսներ շուստրություն անում, ասում է չէ, կան, հələ մի բան է ավելանում, բայց ինքը կոտորել է։ Այդ մասին ես չեմ խոսած, այդ մասին խոսացել է նախկին Չեչնիայի նախարարը, ես այդ մասին ասել եմ Զաքայևը, որը ասում է, որ չեչեների թիվը հազիվ 1600-700,000 է, հիմա արդեն 2-3 միլիոն են գրում, ինչ ուսում գրում են, ու այդ բացատրությունը ճիշտ տվեց, ես էլ ստանալով Մոսկվայի հատուկ վիճակագրականից տվյալներ, դա եմ ասում, ամեն հանրապետության թիվը 30-ից 40% ավել են գրում, որ զոհերը չերևան։ Պարզ է, հա, նույն տարբերությամբ, եթե Հայաստանին ուզում եք կցել, նույնը լինելու է Հայաստանի հետ 40, ինձ թվում է 700 կանեն Հայաստան։ Եթե ռուսական պետությունը պաշտպանում է
Կիրիլը, տեսեք, եզրաս, Կիլիրի հետ ես, բա Կիլիրի եզրաս, գնա մոտ ասա, ես ինչ են անում։ Չէ, ես հիմա կասեմ անհատականացնեմ, ես չեմ գնում հայ հոգևոր արժեքի դեմ, անհատի դեմ, բանդեղ նստած ես, եզրաս, աղբորդ վրա հարցակում են անում, չէ, չնայած աղբորդ անում բռնին, Աճապայանին տարան բռնին, բա հարցակում ա կատարվում, գնաս այ Կիրիլ, հետնե քիփ ես, դու Կիրիլն ես, ես քո եզրասն եմ, բա մի բար խոսա, ձեն չկա, պետությունը ասես Նիկոլը ճիշտ է։ Ցավալով եմ ասում, ահա այսքանն էի այսօր նախապատրաստել, մտածեք դուք ինքներդ, եղեք առողջ, հարգելիներս հիշեք, հային կոտորել չի լինելու։ Չի լինելու, մոռացեք, 15 թիվը չի, որ հայերին դնեն կոտորեն, վերացնեն։ Հայաստանից 15 անգամ շատ հայ ապրում է դրսում։ Ու ոչ մեկի ձեռը ռուսաջհուդական չի հասնելու դրան, որտեվ ջհուդը իր երկրի մասին է հեսա մտածելու։ Այս իրանց վերջին են, գիտեք որն է այս Նիկոլ, իրանց վերջին են վիրավոր կենթանում, որ խփում ես արջին գազանին ընդհանրապես որ խփում ես, ով որսորդա կհաստատի գայլին եւ այլն, դու պիտի մոտիկ չգնաս վրաս, դու պիտի թողնես մի քիչ արնակամը լինի նոր։ Գնացիր ինքը վերջին ուժը հավաքում, քեզ մի հատ վնասա տալի, կծում ա կամ չանգրում ա մի բան անում ա վնասա տալի, նոր է սատքում։ Բարձր Նույնն էլ է սա ջհուդա բոլշևիկյա թուրքական ուժի, որի Հայաստանի գլխավոր ղեկավարներն են Լևոն, Սերժ, Նիկոլ, Ռոբ, տեսեք, ասացի Լևոնը գնաց Ռոբանի հետ, վեհապարի պայմանավորվեցին, այս շոուն եղավ։ Գլխավոր ղեկավարությունը փորձում են Հայաստանը կործանեն։ Հայաստանը կործանեն։ Բայց չի ստացվելու։ Սա իրանց վերջին ջանքերն է։ Այսքանով ավարտում եմ հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավոր Եղեք տեղեկացված, եղեք հայ, Աստծո մասնիկը պահեք ձեր մեջ լույսը, որտեղ Աստված հայ է, Աստծո անունը հայ է։ Եթե դուք չեք պահելու, գնալու եք էլի ծախվելու, դուք վերածվելու եք հերթական ապրանքի։ Հերթական անհետ կորող ապրանքի։ Ոնց է ձեզ դուրս չի գալիս մի հատ ասենք թուղթ, նկարեցիք, ճմրթում գցում եք, հոչ չեք հիշում քան այդ թղթի վրա եք ճղել։ Նույնը դառնում եք դուք։ Դրա համար Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինի, որտեղ տականք են, զզվելի են, հետևից խփող են, ծախույ են, թուրքից ավելի թուրք են, ջհուդից ավելի ջհուդ են, ռուսից ավելի ռուս են։ Աստված թող արժանի պատժի ամալեկների, թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Բագարանում, հաջորդ տարին Գանձակում, հաջորդ տարին Նախիջևանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Սասունում, Բաբերթում, Համշենում, Կարինում, Սվազում, Ադանայում, Անգորայում և Պոլսում։ Ամեն։